Վաղարշապատում սովորական շաբաթ չէ, մարդիկ էլի իրենց բանու գործին են, կենդանիներն էլ մի հովանկյուն են փնտրում քնելու համար, բայց ամոթի ամպեր նստած քաղաքի վրա։ Մեծ ամոթի զգացում, շատ մեծ ազգային խայտարակություն է սա։ Աշխարհում է դեպք կա, որ կաթողիկոսին դատում, առաջինը Հայաստանն է։ Ավել լավ էր իմ դատաբարություններ այդ հայ բերանը այս երկրից։ Արմավիրի առաջինակյանի դատարանում է եղել ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը ուրբաթ։ Եկեղեցուն ու վեհափառին զորակցող հավատացյալների խոսքով հոգևոր հայրերի դեմ դատավարությունները չլսված, չտեսնված բաներ են։ Ամբողջ աշխարհում մեկ ուժում է խայտարակեն հայ ազգը։ Եկեղեցունը որ կպտոն հայ չի։ Ամենաստորը արարածն է, ազգի ամենատականքն է, որ եկեղեցուն ոչ թե բանով կարող է կապել։ Հուսադրում է մարդկաց միայն այն, որ դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է դատել վեհափառին ու 6 եպիսկոպոսներին, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մարդը գոնե մի քիչ հասկացել է, աստծո երկյուղ է ունեցել, որ իրան գլխին ամեն ինչ պետք է գա։ Քրեական գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, ով էլ լինի, նրան ասելիք ունեն վաղարշապատցիները։ Եթե վերցնի պատվեր է կատարում ուղղակի ուրիշ ոչինչ չեն։ Իր խղճի վրա է գնում այդ ամբողջ ցավը։ Այս մարդկանց խոսքով այնինչ տեղի է ունենում հոգևորականների եւ եկեղեցու շուրջ բացահայտ պատերազմ է ազգային ինքնության դեմ։ Նրանք երբևէ չեն պատկերացրել, որ մի օր քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին է ճանաչած Հայաստանը այսպիսի փորձության կենթարկվի։ Սա ազգի կործանման քաղաքականություն է այդում։ Վերջ առաջի սերիանին, ինչպես Օստապ Բենդերն էր ասում, 1915-ին եղավ, սա երկրորդ սերիան է, ազգի կործանում։ Եվ դրա դեմ ոչ մեկը չի պայքարում բացարձակապես։ Իմաստը նա, որ հայ ժողովրդի արմատներից կտրեն։ Իմ պատկերացմամբ սա թելադրանք է մեր երկրի, մեր ազգի թշնամիների դրսից։ Այս մարդը, որ 1 տարի առաջ տեսել է Մայրաթորի վրա աննախադեպ հարձակումը, պնդում է, իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ հրամանն է կատարում, փառավորվում են մոլաների սրտերը։ Մեր ժողովրդի, մեր պետականության ամենամեծ պատվարը, ամենամեծ հիմքը մեր եկեղեցին է։ Եվ մեր ազգի թշնամիները ուզում են եկեղեցին տկարացնել։ Կաթողիկոսը միայն պատրվակ է։ Իրականում հայ եկեղեցին իր ամբողջ կառույցով, իր ամբողջ համաշխարհային կառուցվածքով, այո, մեծ վտանգ է իրենց համար։ Հիմա այս մարդը, եթե գնում է Էրդողանի գրկում եւ այդքան ատամները բաց, ամոթը հրը դու իսկան բարոյականություն չունես քո մեջ։ Ամենակաթողիկոսն է, նման մարդիկ շատ կան։ Ով իրենց դուրս չի գալիս, պիտի աշխատի, պիտի չաբրի, всё։ Պետությունը պետք է հեռու գործի եկեղեցուց, ասում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մոտ ապրող այս մարդիկ, պահանջում են հանգիստ թողնել կաթողիկոսին։ Իշխանությունը իրավունք ունի խառնում։ Եկեղեցին կմնա, եկեղեցին մենք առաքելական հավատքի տեր մարդ ենք, այդ է մեր երկիրը պահող է։ Դա ամեն ինչ առավել ամեն ինչից, թե իշխանությունից, թե ամեն ինչից։ Պետությունը ուրիշ է։ Եկեղեցին դա քո էությունն է, քո սրբությունն է, քո կյանքն է։ Կաթողիկոսը շատ լավ մարդ է, ես 4-ով խոզեցի եմ, ինքն էլ 4-ով խոզեցի, ամեն ինչով գերազանց է ինքը, ես իրան չեմ կարող վարկաբեկեմ, ես իրան լավը միշտ պետք է ասեմ։ Հույսն Աստծո վրա են դրել այս մարդիկ, համոզված են, անգամ ամենամութ գիշերը կավարտվի, երբ ծագի արևը։ Մեր ազգի փրկությունը հավաքականության մեջ է, եթե մենք մի լեզվով չենք խոսալու, մենք կործանվելու ենք։ Աննա Գյուրնազարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։